Ողջույն բոլորին, շարունակում ենք աշխատել ֆայլերի հետ, այսօրվա խնդիրը հետևյալն է։ Մուտքում կարդում ենք մի հատ ջր ֆայլի անուն, օրինակ input.txt, ու պետքա կարդանք այդ ֆայլի պարունակությունը ու տպենք իր վերջին տողը, օրինակ այս input.txt-ում գրած է hello this is ու հետո some file content, վերջի տողը այս some file content-ը պետքա գնանք հենց իրանը տպենք։ Դե անցանք կոդ գրելու։ Նախ պետքա մուտքում հասկանանք, թե ինչ է ֆայլի անունը մեր, գրենք file name-ը, հավասար է input։ Ու հիմա եկեք պարունակությունը պահենք f անունով ֆայլի փոփոխականի մեջ, f-ը թող հավասար լինի open file name, կամ նույնիսկ կարող ենք այս կտորը, որ ավելի հակիրճ լինի, այսպես գրել, միանգամից գրել open ու input, այս կերպ արդեն ավելի հակիրճ է դառնում ամեն ինչ ու ընթերնելությունը շատ չի կորում։ Ու պարունակությունը կարդալու համար կարող ենք գրենք content-ը հավասար է f-get read։ Եկեք մի հատ տպենք տենանք ինչ պատմություն է արդեն։ Program output այս մեր պատմությունը, այստեղ տեսնում ենք, որ իջել է ներքևի տող, այս նշանակում որ այստեղ մի հատ slash-ն է եղել։ Ու հիմա կարող ենք slash-ով բաժանենք այս ամբողջ պատմությունը ու դրանով արդեն կստանանք առանձին տողերը։ Այստեղ եթե գրենք input.get split ու գրենք այս մեր slash-ն, տեսեք ինչ կլինի։ Ցուցակ ստացանք ու հիմա պետքա տպել այս ցուցակի վերջին տողը։ Եկեք մի քիչ որ ավելի կոկիկ լինի, գրենք որ տողերը հավասար է այս սրան։ Ու տպենք տողերի վերջին տողը, այսենց lines -1։ Ու չենք մոռանում, ես նախորդ վիդեոյում մոռացել էի, ֆայլը փակում ենք։ Այս կարևոր գործողությունն է շատ, հեսա հաջորդ վիդեոյում կսովորենք մի հատ բան, որ հույս չի դնի մեր հիշողության վրա, հրաշք բան է։ Դե, հաջողություն։